Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիկին Հակոբյան, այս պահին Արցախի նվիրված միջոցառում է այստեղ տեղի ունենում Առաջին Հանրապետության 107-րդ տարեդարձի նվիրված։ Զգում եմ, որ զգացմունքները մի քիչ խառն են, նախ տոնի կարևորության մասին եւ այս պահին Արցախի կորստով Առաջին Հանրապետության 107-րդ տարեդարձի։ Գիտեք, այո, խորհրդանշական է, որ այսօր հենց այս միջոցառումը ապարանում տեղի է ունենում արցախյան մշակութային խմբերի բեմ բարձրանալով, որովհետև եթե հետ են գնում ու նայում պատմությանը, ապա հայոց ցեղասպանությունից հետո 1918 թվականի մայիսի 28-ին Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց եւ հռչակվեց Հայաստանի անկախ հանրապետությունը։ Այսինքն դաժան ժամանակահատվածից հետո Հայաստանը իր մեջ ուժ գտավ ու հաստատեց իր պետությունը, իր պետականությունը։ Սա գիտեք, երևի հենց պատմության դասերն է, որը մենք պիտի սովորենք ու հասկանանք, որ ոչինչ ավարտված չէ եւ դավաճանությամբ չէ, որ մենք այսօր պիտի զրկված լինենք ու զրկված մնանք մեր հայրենիքը ունենալու հնարավորությունից։ Սա այս հաղթանակը եւ մայիսի 28-ի տոնակատարությունը դա պարզ ու վառ ապացույցն է այն հանգամանքի, որ այո, նույնիսկ ամենածանր ու անելանելի թվացող իրավիճակներից միշտ ելք կա։ Եվ տեսեք, ընդամենը 2 տարի տևած 1918 թվականից հետո անկախությունից հետո ըստ էության 1920 թվականին Խորհրդային Միությունը օկուպացրեց Հայաստանի Հանրապետությունը եւ կարծես թե ինքնիշխանությունից հենց այն ժամանակ եւս զրկվեց Հայաստանի Հանրապետությունը, բայց թեկուզ եւ 71 տարի անց Հայաստանը նորից կարողացավ հռչակվել որպես ազատ անկախ պետություն։ Էնպես որ ոչինչ էլ ավարտված չէ։ Այս տոնի այս օրը սկսել Արցախին նվիրված միջոցառմամբ ձեզ խորհուրդ է տալիս, որ ազատագրում լինելու է, դուք սա եք ուզում խորհուրդ ունի հենց։ Սա իր մեջ շատ մեծ խորհուրդ է պարունակում հենց այս ձևով դիմավորել այս օրը, որովհետև մեզ հայտնի է միշտ մայիսի 28-ին հատկապես ապարանում յուրահատուկ միջոցառումներ են տեղի ունենում եւ այս տարի առաջի անգամ է, որ ամեն ինչ նվիրված է Արցախին։ Իհարկե սա չի նշանակում, որ մենք հենց վաղ այսպես հաղթական երգերով արդեն Արցախում ենք լինելու, բայց սա ցուցադրությունն է նրան, որ առաջինը ժողովուրդը երբեք ինքը չպիտի հանձնվի եւ երբեք իշխանությունները չեն որոշում եւ իրենք չեն որոշում ժողովուրդը ինչպես պիտի ապրի եւ ինչպիսի հայրենիք։ Քանի որ Արցախի խոսեցինք, ուզում եմ վերհիշենք մայիսի 28-ն ինչպես էր տոնում Արցախը։ Գիտեք, ես չգիտեմ այստեղ ինչպիսին է տպավորությունը, ինչպիսին են պատկերացնում Հայաստանի հայրենակիցները, մեր այն ովքեր չեն եղել Արցախում ու չեն եղել մեր տոնակատարությունների ժամանակ, բայց ես կասեմ շատ մի կարևոր բան, որ Արցախը երբեք ինքը իրեն տարանջատված չի զգացել Հայաստանից ու չի եղել այդպես։ Միգուցե քաղաքական որոշումներն են ստիպել, որ արցախցին որպես առանձին հայկական երկրորդ պետության քաղաքացի իրեն ցույց տա, բայց երբեք այդպես չի եղել եւ մեր համար հավասարապես կարեւոր են եղել թանկ ու անգնահատելի գերագույն արժեք ունեցող Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունները եւ մեզ համար որևէ տարբերություն չի եղել, Արցախի անկախության տոնը նշելը թե Հայաստանի անկախության տոնը։ Երկուսն էլ մեր հպարտությունն են, երկուսն էլ մեր ինքնիշխան լինելու ցուցադրությունն են միշտ եղել եւ մենք ոչ թե միայն տոնախմբություններն ենք կարեւորել, այլ բուն խորհուրդը, որ ունեցել են այդ տոները եւ ունեն ու շարունակում են ունենալ։